Ադրբեջանական ընդդիմության հերթական հանրահավաքը կազմակերպվել էր հինգշաբթի օրը Բաքվի արվարձաններից մեկում։ Ակցիայի ֆորմալ նպատակը Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի 135-ամյակը նշելն էր։ Ընդդիմադիրները հավաքվել էին Բաքվի կենտրոնական հատվածից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նովխանի ավանում, որտեղ գտնվում է Ռասուլզադեի Ադրբեջանում տեղադրված 3 հուշարձաններից մեկը։ Հանրահավաքին հարյուրավոր մարդիկ էին մասնակցում, չնայած այն իրողությանը, որ ընդդիմության ակցիան կազմակերպվել էր աշխատանքային ժամին, այն էլ մայրաքաղաքի վարչական սահմաններից դուրս։ Ընդդիմության բողոքի գործողության անցկացման ընթացքում ադրբեջանական իշխանությունները լուրջ խոչընդոտներ չէին հարուցել։ Ոստիկանության ներկայությունը գրեթե աննկատ էր, ակցիային նախորդող օրերին էլ, ի տարբերություն նախկին հանրահավաքների, ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքներ պրոֆիլակտիկ զրույցների չէին հրավիրում։ Միայն ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի եւ ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլիի ելույթների ժամանակ Ռասուլզադեի հուշարձանին հարող տարածքը մի քանի անգամ հոսանքազրկվեց, ինչին հանրահավաքի մասնակիցներն արձագանքեցին իշխանությունների հրաժարականը պահանջող բանկարկումներով։ Բողոքի գործողության ընթացքում ադրբեջանական ընդդիմության ղեկավարները կրկին խոսում էին երկրում քաղաքացիական ազատությունների բացակայության եւ իշխանության վերին օղակներում կոռուպցիայի ահագնացող չափերի մասին։ Dünyada korrupsiyanın səviyyəsi haqqında Արդեն միջազգային հանրությունն է ընդունում, որ մեր երկրում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել։ Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Ադրբեջանը 180 պետությունների շարքում 152-րդ տեղն է զբաղեցնում։ Իշխանություններին միայն անհատական հարստացումն է հետաքրքրում։ Նրանք թալանում են թոշակառուներին, ուսանողներին, բժիշկներին, չնայած մեր երկրի բնական պաշարների հարստությանը բնակչության զգալի մասը չքավորության մեջ է, հայտարարում էր ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։ Bu günləri Əliyev rejiminin korrupsiya siyasəti tutuyan edir.